Ես էլ երկրորդ բնակարանը, եկեք ներկայացնեմ, թե ինչ աշխատանքներ ենք այստեղ կատարելու։ Այս հատվածում ստիճան արված չի, հասցրեցին կառուցապատողին ասենք, որ չանի, այս հատվածները արդեն արել էին, բայց դե պետք է քանդվի, այստեղ ունենք տաք հատակ ու պարկետ, որի բարձրությունը արդեն պետք է կարգավորել։ Այստեղ սանհանգույցն է, խորդանոց, այստեղ մի հատ պատ ունենք քանդելու, այստեղ քանդելու ոչինչ չունենք, մի հատ պատ է։ Այս ննջարաններն են, փոքր են, բայց իրականում շատ հարմար են երեխաների համար։ Ամբողջ տանը լինելու է ֆանկոլային համակարգ, թե ջեռուցումը, թե հովացումը։ Իդեպ այս շենքում ջեռուցումը կենտրոնացված ջեռուցում է, հենց որ կալցայի տեղ պետք չի նախատեսել։ Այս էլ երկրորդ խորդանոցն է, որից մուտքը լինում դեպի սանհանգույց։ Ննջարանի այս տեսարանը շատ հավես է, ու ընդհանուր տեսարանը դեպի Երևան հիասքանչ է։ Այստեղ կլինի հյուրասենյակը, շատ մեծ, շատ հարմար, շատ չող։ Իսկ միջանցքի այս հատվածում կառուցապատողը չգիտես խի սենց բան արել, ամբողջ կռիչի ջուրս տեղով է իջնում, բայց խի չգիտենք։ Այս հատվածում մենք ունենալու ենք մեր բոլոր տեխնիկական հանգույցները, կոլեկտորները, հոսանքի շիթ եւ այլ եւ այլ։ Հետևեք մեր էջին, մեր հետագա գործողություններին։ Հայ հոմ երազանքներից իրականություն։